Իրան-Իսրայել ռազմական հակամարտությունը այս գիշեր սկսվեց, սա վերջին տարիների ամենամասշտաբային հարձակումն էր, ձեռնարկողը դարձյալ Թել Ավիվը։ Հետո իրանական կողմը կոնկրետ ձևակերպեց, մենք չենք եղել պատերազմի նախաձեռնողը, բայց այս պատմության ավարտը կգրվի Իրանի ձեռքով։ Թեհրան անօդաչուներ ուղարկելուն զուգահեռ Իսրայելի վարչապետը հաստատեց, սկսել են նպատակային ռազմական գործողություն երկրի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու նպատակով։ Նեթանյահուն ուղիղ ասաց, հարձակումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Այրուցների հասք կոչվող գործողությունը հենց Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրին հարված հասցնելու նպատակ ուներ։ Մենք հարվածել ենք Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզում գտնվող Իրանի հիմնական հարստացման օբյեկտը։ Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Հարվածների հետևանքով 6 միջուկային գիտնական է զոհվել, 20 բարձրաստիճան զինվորական, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Բաղերին եւ Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի երհամանատար Հոսեյն Սալամին։ Քաղաքացիական զոհերի թիվը աճում է, վիրավորներինը եւս։ Իրանում արդեն ծածանվում է վրեժխնդրության կարմիր դրոշը։ Հետո Իսլամական պետության հոգևոր առաջնորդի գլխավորությամբ պաշտոնական Թեհրանը գուժում է։ Այժմ ազատ է գործելու ու պատասխան հարվածներ հասցնելու Իսրայելին։ Վենդետա լինելու է։ Իրանական անօդաչուները ըստ տարբեր աղբյուրների ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Այսօր լուսաբացին սիոնիստական ռեժիմը մեր սիրելի հողի վրա կատարեց նողկալի հանցագործություն, ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը, իր չար եւ արյունոտ ձեռքերով թիրախավորելով բնակելի թաղամասերը։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ Աստծո կամոք, Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը չի թողնի, որ նրանք անպատիժ մնան։ Կեսօրից հետո նոր լուրեր եկան, նորից է Իսրայելը ռմբակոծում, այս անգամ Թավրիզը, հետո կրակի տակ էր Բուշեր նավահանգիստը։ Նեթանյահուն իր բնակչությանը պատրաստում է, ասում է այս անգամ առաջնագծում ավելի երկար ենք մնալու, քան սովորենք։ Լավ իմանալով Թեհրանի հնարավոր պատասխանի մասին, Թել Ավիվը գետնի տակ հիվանդանոցներ է կահավորում, իսկ սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության պարագաները արագ սպառվում են խանութների դարակներից։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, Վաշինգտոնից առաջին մեկնաբանությունն էր։ Թրամփը տեղյակ է եղել հարձակման մասին, բայց ասում է Միացյալ Նահանգները դրան չի մասնակցել։ Սպիտակ տան առաջնորդի այս խոսքերին չի հավատում փորձագետն Իրանից, ասում է, առանց Վաշինգտոնի Իսրայելն այս քայլերը չէր ձեռնարկի։ Միևնույն ժամանակ պնդում է Իրանի համապատասխան արձագանքից հետո գնդակը կհայտնվի հենց Վաշինգտոնի դաշտում, հակամարտության ծավալման սցենարը եւս։ Շուտով այդ պատասխանը կլինի, քանի ժամվա մեջ մենք պատրաստում ենք, որ պատասխան տանք Իսրայելին։ Եթե Իրանի պատասխանելուց հետո, բաժելուց հետո Իսրայելին Միացյալ Նահանգները չի զսպի Իսրայելին, մենք ականատես կլինենք դարաշրջանում լայնածավալ պատերազմ։ Օրվա երկրորդ կեսին արդեն Թրամփը կարծես գաղտնազերծում է իրավիճակը, ցույց տալով, թե ամեն դեպքում ամերիկյան հովանավորությունն է գործը առաջ տանում։ 2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնաժամկետ տվեցի գործարք կնքելու համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Հենց այս կիրակի էր նախատեսված հերթական 6-րդ հանդիպումը Վաշինգտոնի ու Թեհրանի միջև։ Նախքան իսրայելական այս հարվածը տարբեր հակասական հայտարարություններ էին հնչում, ամեն դեպքում կողմերը երբևէ չէին խոսում կառուցողական փոխգործակցության մասին, այդուամենայնիվ բանակցելու ցանկություն հայտնելով։ Փորձագիտական շրջանակը դեռ ամիսներ առաջ էր պնդում այս երկխոսությունը Թել Ավիվի սրտով չէ ու երկրի վարչապետը անելու է ամեն ինչ դրանք ձախողելու համար։ Այսպիսով Նեթանյահու-Թրամփ հեռախոսազանգից 2 օր անց իսրայելական ռազմուժը կրակի տակ է առնում Թեհրանը, չխնայելով նաև խաղաղ բնակչությանը։ Իհարկե բնակելի շենքեր էլ հարվածել են, նպատակ է եղել է միջուկային գիտնականներ, ռազմական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Աշխարհը արձագանքում է իրավիճակին, Իսրայելի հովանավոր Միացյալ Նահանգները բանակցային սեղան վերադառնալու հույս է հայտնում, Ռուսաստանը դատապարտում, մտահոգ ենք մենք, հարևան Թուրքիան ու Ադրբեջանը։ Իրանը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին արտակարգ նիստ խնդրել։ Ժամերի հարց է Մերձավոր Արևելքի ճակատագիրը կպայթի հակամարտությունը թե էլի դադար, փորձագետներն են ասում։ Նրանց հայկական շրջանակը զգուշացնում է, պետք է խիստ զգոն լինի նաև պաշտոնական Երևանը։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։